Հովանես Թումանյան Անխելք մարդը ժամանակով մի աղքատ մարդ կար Ճիշտ ասում Որքան աշխատում էր Որքան չարչարվում էր Դարձյալ նույն աղքատներ մնում Հուսահատված մի օր նա վեր կացավ թե Պետք է գնամ, գտնեմ իմաստունին Հա, գնա Տեսնեմ, երբ կպրծնեմ այս աղքատությունից Հա, ճիշտ ես ասում ու ինձ համար մի բան խնդրեմ Անշուշտ Ճամփա են գնում դեպի իմաստունի մոտ Ճանապարհին մի գայլ է հանդիպում Առաջ բարի մարդ աղբեր ուր ես գնում հարցրեց գայլը Գնում եմ իմաստունի մոտ, դարդ ունեմ ասելու Դե որ գնաս իմաստունի մոտ ասա մի սոված գել կա գիշեր ցերեկ ման է գալիս շարուձոր Ուտելու բան չի գտնում որ ուտի ասա միջև երբ պիտի սոված մնամ Լավ, կասեմ, դու հանգիստ մնա ես քեզ այստեղ կսպասեմ Չէ, այնտեղ կսպասեմ Ասաց ու շարունակեց ճանապարհը Լավ բրծանք, ապրես Շատ գնաց թե քիչ պատահեց մի սիրուն աղջկա Աղբեր Հեն Ուր ես գնում Գնում եմ իմաստունի մոտ, բախտս բաց եմ Որ իմաստունին տեսնես, ասա, այսպեսի մի աղջիկ կա, ջահել, հարուստ, համա չի կարողանում ուրախանալ, իրեն բախտավոր զգա, ասա, ինչ հա լինելու այդ աղջկա ճարը։ Կասեմ, անօգնա քուր ջան։ Խոստացավ ու շարունակեց ճանապարհը։ Ճանապարհին հոգնեց, որոշեց մի ծառի տակ նստի, մի քիչ հանգստանա։ Ուր ես գնում այ ճամփորդ։ Հետ ով է խոսում։ Ես։ Ես։ Ով։ Դարավոր, կաղնին։ Իա, ծառը խոսում է։ Հələ սրա խելքին մտի կարեք գայլը խոսեց չզարմացավ, բայց որ ծառն է խոսում զարմանում է։ Լավ, սուս մնա, տեսնենք ինչ են խոսում։ Ուր ես գնում, բարի մարդ։ Գնում եմ իմաստունի մոտ, բախտիս ետևից։ Հա։ Ինձ համար էլ մի երկու խոսք ասա էլի։ Աչքիս վրա։ Իմաստունին կասես, որ մի դարավոր կաղնի կա, պարզ ջրի ափին, բայց ամառ ձմեռ չորա։ Երբ պետք է ես էլ կանաչե։ Լավ, կասեմ, դու հանգիստ մնա, տեղ չգնաս, էսա գալիս եմ։ Մեկն էլ ասի ուր պետք է գնա։ Էս էլ պարտավորվեք ու շարունակեք ճանապարհը։ Էնքան գնաց, մինչև գտավ իմաստունին։ Բարի օր քեզ։ Բարի օր քեզ, բախտ բացող ամենաիմաստուն։ Բարով եկար, մարդ աստծո, ինչ ես ուզում։ Կարամ ականջից ասեմ, որ ուրիշ մարդ չլսի։ Իա, այդ մենք չենք լսելու։ Այդպես արդարացի չի, մենք հեղինակներն ենք, պիտի իմանանք։ Արի ականջիս ասա։ Իմաստուն ապրասկենա, ուրեմն ես։ Բան չի լսվում։ Ես էլ չեմ լսում։ Հասկացա։ Ուրեմն, գիտես ինչ պետք է անես։ Գնում ես դեպի գյուղ։ Գյուղի ճանապարհի վրա։ Դրանից հետո բախտս կբացվի։ Իհարկե, դե գնա։ Էլի բան ունեմ ասելու, տեր։ Անխելք մարդը պատմեց սոված գայլի սիրուն աղջկա մասին։ Այ ընկեր։ Հեն։ Չորացած ծառի մասին չմոռանաս։ Հա, մի հատ էլ դարավոր կաղնի կա։ Չորա, ասում է երբ է կանաչելու։ Բոլորի համար էլ կասեմ, դու անհոգ մնա։ Բայց ականջիս ասա։ Ես այս պայմաններով չեմ կարող հեղինակ աշխատել։ Ահա, այդպես էլ բան չիմացանք։ Գետնից մինչև երկինք քեզնի շնորհակալ եմ իմաստուն ապրասկենա։ Դե բարի ճանապարհ։ Էս ուր գնաց։ Իմաստունը բոլոր պատասխանները տալիս է ու ճանապարհում։ Վերադառնալուց 4 ծառի մոտ է գնում։ Բարի, վերադարձ ախպեր։ Վախեց հայ մարդ, այ ծառ։ Ինձ համար ինչ ասաց իմաստունը։ Իմաստունը ասաց, որ դու պետք է ամուսնանաս։ Ամուսնանա։ Չէ, հա, քո տակին ոսկի կա, մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատն այդ հողին հասնեն, դու չես կանաչի։ Հա, բայց ուր ես գնում։ Արի ոսկին հանիր, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ։ Դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։ Չէ, ժամանակ չունեմ, շտապում եմ, գնում եմ իմ բախտի հետևից։ Ասաց
ու գնաց։ Այ քեզ ախելք մարդ։ Լաուրես, տեսնեք այս սիրուն աղջկան ինչ պետք է ասի։ Քուրջան։ Քուրջան։ Այ, նոր եմ բարև։ Ինչ լուր բերիր ինձ համար։ Իմաստունն ասաց, որ դու պետք է մարդու տես։ Մարդու տես։ Մարդու գնաս։ Ամուսնան ասելի, որ ուրախ ու երջանիկ լինես։ Դե որ այդպես է, արի դու եղիր իմ կյանքի ընկերը, իմ տան տերը։ Չէ, ժամանակ չունեմ, շտապում եմ։ Գնում եմ իմ բախտը գտնեմ, վայելեմ։ Ասավ աղքատն ու հեռացավ։ Սրա ուղեղի տեղը գարի ա լցած եղել, էդ էլ մկներն են տարել։ Լաուրես, տեսնենք Գայլին ինչ պետք է ասի։ Էդ դուր էիր ցելկում, առանց իս տեսնելու մարդ ախպեր։ Իս ցելկել։ Եկել էի, իմաստունի խոսքը փոխանցեի։ Եվ ինչ ասավ։ Իմաստունն ասաց, սոված այնքան ման պետք գալ, մինչև մի անխելք մարդ գտնես, ուտեզուկը կշտանաս, անխելք մարդ հո աշխարհում թափած չի։ Էլ իրանից անխելք մարդ որտեղից պիտի գտնեմ, որ ուտեմ։ Ասավ Գայլն ու խժռեց անխելք մարդուն։ Հեքիաթն ավարտվեց։ Այս անգամ բարին չհաղթեց։ Խելքի պակաս էր, թե չէ կհաղթեր։ Վերջ։ Հովանես Թումանյան։ Կիկոսի մահը։ Լինում է չի լինում, մի աղքատ մարդ ու կնիկ են լինում։ Սրանք 3 աղջիկ են ունենում։ Ես, մեկը ես։ Մի օր հերը աշխատելուց է լինում, ծառավում է։ Փոքր աղջկան ջուրն է ղրկում։ Աղջիկ ջան, Հա, հեր ջան, գնա աղբյուրը ջուր բեր, ծառա մեռա։ աչքիս վրա հեր ջան։ Աղջիկը կուզն առնում է գնում աղբյուրը։ Լա 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 լա։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լնում։ Իս ծառը որ տեսնում է, իրեն միտք է անում։ Հիմի որ ես մարդի գնամ, ու որդի ունենամ, անունը դնեմ Կիկոս։ Կիկոսը գա, այս ծառը բարձրանա, ու վեր ընկանի, մեռնի, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան։ Տեղն ու տեղը ծառի տակին նստում է։ Սկսում սուք անել։ Գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան։ Այս մարդ ու կնիկ սպասում են, տեսնում են փոքր աղջիկը չի գալիս։ Միջնեք աղջկան են ուղարկում սրա հետևից։ Աղջի, մի գնատես քորը տնչի ուշացավ։ Ծառա մեռանք տո։ Միջնեք աղջիկը գնում է դեպի գյուղի աղբյուրը։ Փոքր քույրը սրան որ հերվից տեսնում է, ձենն ավելի է բարձրացնում։ Արի, անվախտ մորքուր, արի տեսքում Կիկոսին ինչ ա եղել, վայ։ Ինչ Կիկոս։ Բայց ես ասին, գնացի մարդի, ունեցա որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան, վայ, խորանար քո մոքիրի աչքերը, Կիկոս ջան։ Գոռում է միջնեք քուրը, նստում փոքր քրոջ կողքին ու միասին սուք են անում։ Սրանց մերը սպասում է, տեսնում է չկան, մեծ աղջկան է ձեն տալիս։ Աղջի, մի գնատես քրայդ ինչ արան, գնացին հետ չեկան։ Այս մեծ աղջիկը գնում է, տեսնում երկու քուրն էլ աղբերի գլխին նստած լաց են լում։ Քա ընչեք լաց են լում աղջի, բայց ես ասի, մեր այս պուճուր քուրը գնաց մարդի, ունեցավ որդի, գդակը պոպոզ անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ, Կիկոս ջան, վայ, որդի ջան, վայ, քո մոքիրին Կիկոս ջան։ Սա էլ գլխին տալիս սրանց հետ սուք է անում։ Սրանց հոր պրոշը արդեն ծարավից ճաքում է։ Հա էլի։ Այ կնիկ։ Ծառա մեռանք, այս մեր աղջիկները ինչ եղան։ Հեսա,
Գնան դրանց հետևից։ Հերվից իրենց մորը հենց տեսնում են թե չէ ձեն են տալիս։ Արի, ամբաղ տատի, արի տես քո թորան գլուխն ինչ է եկել, վայ։ Ինչ թորայ աղջի, գզվար։ Բա քեզ ասի, այ մեր, գնացի, մարդ։ Աղջի, էդ էր փասել, համբերի մեջ են։ Գնացի մարդի, ունեցա որդի։ Գդակը պոպոզ, անունը Կիկոս։ Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Վայ քարանար քու տատի ակաջները, սենց բան չլսեի Կիկոս ջան։ Տիկին, ուշքի եկեք, տիկին։ Լավ եմ, արդեն լավ եմ։ Դու քու կարպետը բռնի։ Մերն էլ ծնկների խփում է։ Օ, ես։ Հա, չոքում սրանց կողքին ու միասին սուք են անում։ Սրանց հերը սպասում է, տեսնում է կնիկն էլ գնաց չեկավ, ասում է. Գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար հետևից գնացին, մնացին աղբերումը։ Հա, գնա։ Կնիկն ու աղջիկները հենց սրա գլուխը հերվից տեսնում են, ձեն են տալիս։ Արի, ամբաղտ պապի։ Հա? Պապի։ Արի տես քո թորանը ինչ է եղել, վայ։ Ինչ թոր, ինչ եք ասում։ Բա չես ասի, մեր էս պուջուր աղջիկը գնաց մարդի։ Հետ երբ հասցրեց։ Հա հերջան, գնաց մարդի, ունեցա որդի։ Գդակը պոպոզ, անունը Կիկոս։ Վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Սրանց միջի մի քիչ խելոքը հերն է լինում։ Ճիշտ ասում։ Ասում է. Այ հիմարներ, ինչ եք նստել էստեղ ու սուք եք անում։ Ինչքան էլ սուք անեք, ինչքան էլ լացել եք, Կիկոսն էլ կենթանանալու չի։ Եկեք գնանք մեր տունը։ Հա։ Մարդ կանչենք, ժամ ու պատարակ անենք, Կիկոսի քելը խտանք բարձնենք։ Վեկացեք։ Գնացինք մարդի, ունեցանք որդի, գդակը պոպոզ, անունը Կիկոս, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին, վայ Կիկոս ջան, վայ որդի ջան։ Դու մի ասիլ, սրանց ունեցած չունեցածը մի եզն է լինում։ Էս եզը մորթում են, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարակ անում։ Թող Աստված օղորմի մեր Կիկոսին, աշխարհքի կարգն է այդպես, մարդ ոնց եկել է, այդպես էլ պիտի գնա այս աշխարհքից, բարով գնաս Կիկոս ջան։ Ունեցած, չունեցածներն էլ գյուղի ժողովրդին կերցրին, խմցրին, Կիկոսի քելեխը տվին, նոր հանգստացան։ Էստեղ են ասել, խելքի պակասը աղքատության պատճառն է։ Վերջ։ Վերջ։